Ներնշանակված ավականու հերթականիստը համարում եմ բացված, հայտարարում եմ նստաշրջանի բացում։ Համայնքի 27 ավականիներից լիստին ներկայ են 19 ավականի, քվորումը ապահովված է, լիստը իրավազոր է։ Անցնում ենք օրակարգի հերթական հարցերին։ Ըստ հերթականության բաղկացած է 14 հարցից։ Առաջին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2024 թվականի համար հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Երկրորդ, Վարդենիս համայնքի ավականու 13 փետրվարի 2024 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային գործառույթային կազմակերպությունների ուղղությունների և բյուջետային հիմնադրամների աշխատակիցների թվականակը, հասարակական և պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին։ Համար M6A որոշման մեջ լրացում կատարելու մասին։ Երրորդ, Վարդենիս համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին։ Չորրորդ, 2024-25 թվականների համար Վարդենիս համայնքի մանկական երաժշտական դպրոցներում, Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում և մանկապարտեզներում ծնողական վճարների չափի սահմանման և ծնողական վճարների արտոնությունների մասին։ 5-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի շատրվան բնակավայրի սեփականություն հանդիսացող SS կադաստրային ծածկագրով 0.20 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրատելու թույլատվությունը տալու մասին։ 6-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերվող Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի 47 աստղի անշարժ գյուտի նվիրաբերությունն ընդունելու և ներդրումային ծրագրեր հաստատելու մասին։ 7-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տոլակ բնակավայրի փողոցները անվանակոչելու մասին։ 8-րդ, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող տոլակ բնակավայրի 9-րդ փողոց 2 և 9-րդ փողոցի 2/1 հասցեների անշարժ գույքերը աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։ 9-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրում 5.1 մեգավայտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը համաձայնություն տալու մասին։ 10-րդ, Վարդենիս համայնքի վարչական սահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող SS ծածկագրով 2.76 հեկտար հողամասը 0.08 հեկտար հողամասի նշանակությունը արդյունաբերության հանդեպ օգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի փոփոխելու մասին։ 11-րդ, Վարդենիս համայնքի Խաչապուր բնակավայրի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին պատկանող Ֆոլքսվագեն Բետո 2.0 մակնիշի SS պետհամարանիշի ավտոմեքենայի գույք հարկի կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ 12-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Ֆենիկ Շաբոյանին պատկանող անշարժ գույքի գույք հարկի մասով կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ 13-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Անդրանիկ Սահակյանին պատկանող Opel Vectra SS մակնիշի SS պետհամարանիշի ավտոմեքենայի գույք հարկի կուտակված ապարքա օրենքով սահմանված կարգով մասնակից իջելու մասին։ 14-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես առնչվող բնակիչների դիմումների քննարկման և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։ Իսկ այժմ հարգելի ավականների միջև օրակարգն հաստատելու մասին հարցին անցնել առաջարկում եմ ձեզ հանել օրակարգից ներկայացված 8-րդ հարցը, որը վերաբերում է Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող տոլակ բնակավայրի 9-րդ փողոց 2 և 9-րդ փողոց 2/1 հասցեների անշարժ գույքերի աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին, քանի որ գնահատողի կողմից ներկայացված հաշվետվությունում առկա են որոշակի թերություններ և այդ թերությունների պատճառով խնդրում եմ հարցի քննարկումը հետաձգել։ Հարցի քննարկումը հետաձգել մինչև նշված թերությունների վերացումը, հետո ներկայացնենք ձեր բոլորիս քննարկմանը։ Եթե նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, խնդրեմ հետաձգել, եթե ոչ, առաջարկում եմ հաստատել օրակարգը 13 հարցից։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ 19 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։
21, Սիմոնյան նոր եկավ, Խչյան են եկար, քանի հոգի եղավ, 21 կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2024 թվականի համար աստվածած բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Հարգելի ավարտաններ, տվյալ պահին բյուջեում փոփոխություններ ինչին է վերաբերում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքապատկան ավտոմեքենաների տարեկան սպասարկման համար հայտարարված իմաստություն արդեն կնքվել է մինչև արդեն կնքվել է 5.6 միլիոն դրամի պայմանագիր, միաժամանակ որոշումներ կայացվել վերանայել մեր ծառայական մեքենան, ծառայական մեքենան, ուստի անհրաժեշտություն է առաջացել մեքենայի սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար նախատեսված գումարը ավելացնել ևս 5 միլիոն դրամով։ Բյուջեում նախատեսված գործողման մասնագիտական ծառայությունների համար նախատեսված գումարների ծախսերի ավելացման հետ կապված ևս կա էլի անհրաժեշտություն ավելացնելու։ Մասնագիտական ծառայությունների համար 1.5 միլիոն դրամ, գործողման ծախսերի համար 1.5 միլիոն դրամ, կապի ծառայությունների ծախսերի համար 1 միլիոն դրամ, վերոնշյալ 9.5 միլիոն դրամի պակասություն կատարել ընդհանուր բնույթի ծառայությունների 42-51 տնտեսագիտական հոդվածից։ Արդեն պարզատեսին հարգելի ավականներ, խոսքեր ինչի է վերաբերում, եթե առաջարկություններ կան խնդրեմ, եթե չէ քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Առաջին դասարան առաջին անգամ հաջողող երեխաներ են դպրոցական պայուսակներ, երեխական ֆիզիկներ, ձեռքերի և նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի պալատային ֆոնդից հատկացնելու 7 միլիոն դրամ։ Ես շատ լավ, դեռ այստեղ են տերիալ։ Մենք հիմնականում ինչ ենք պայմանավորել, մենք պայմանավորել ենք, որ ավականուն իսով անցկացնենք, բայց բարերարները քանի որ մեծի փոստացել են, եթե բարերարները իրանց փոստումը կատարեցին և գումարը մեծի հատկացրեցին, միանգամից փոխացել են որտեղ Նախագծով նախատեսված երբ գործի տեխնոմարկում են, թե չեն կնարկում, եթե չեն կնարկում, եթե կնարկում են, կդերքի։ Եթե գնում կատարվել է։ Գնում կատարվել է, մենք բոլորովին քաշ գիտեք, որ մենք սեպտեմբերի 1-ին մեր երեխաների կապված գնումներ կատարել ենք բաժանել։ Առաջին դասարան, առաջին անգամ հաջողող երեխաների համար դպրոցական պայուսակներ և վերնական դիմումներ ձեռք բերելու և ներելու նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի պալատային ֆոնդից հատկացնելու 3 միլիոն 150 հազար դրամ մեկ ամսից գնումներ կատարելու համար։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի հավաքանու 13 փետրվարի 2024 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպիչներ, օղակներ և բյուջետային հիմնարկներ աշխատակիցների թվականը հասկացողը և պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N6-ի որոշման մեջ լրացում կատարելու մասին։ Հարգելի ավականներ, անհրաժեշտությունից ելնելով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2-րդ մանկական գերեշտական դպրոցի ողողի հաստիկացուցակում կատարել են փոփոխություն։ 13-րդ կողմի հսկիչ 0.5 միավորը փոխարինել 1 միավորով, համաձայն հավելվածին, որը ներկայացված է ձեզ։
թիվ երկրորդ մանկական երաժշտական դպրոցում 0.5 միավորը փոխարինել 1 միավորը համաձայն ավելացի, որը ներկայացած է առաջարկում են կատարել վերոնշած փոփոխությունները, եթե կան առարկություններ, առաջարկություններ խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, ովքեր են կողմ 21 կողմ դեմ ձեռնպահ չկա, անցնում ենք օրակարգի երրորդ հարցին Վարդենիս համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին Հարգելի ավականներ, այս հարցը վերաբերում է համայնքի քաղաքաշինական նորմերի պահպանմանը Այսինքն, նախկինում ավականների կողմից հաստատված քաղաքաշինական կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որի մեջ ընդգրկվել են համայնքների հաստատված գլխավոր հատակագծերը։ Գիտեք, մենք այս վերջում ամբողջ կառավարությունը հաստատեց մեր բնակավայրերի հատակագծերը եւ ներկայացրեց եւ համայնքին։ Ուստի առաջարկում եմ ուժը կորցրած ճանաչել Նախկինում հաստատված քաղաքաշինական կանոնադրությունը եւ հաստատել նոր կանոնադրությունը ներկայացված տարբերակով։ Եթե հարցեր չկան, քվեարկություն, ովքեր են կողմ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ 2024-25 թվականների համար Վարդենիս համայնքի մանկական երաժշտական դպրոցներում Վարդենիս Կոմիտաս Կարապետյանի համար մանկական գեղարվեստի դպրոցում եւ մանկապարտեզներում ծնողական վճարումների չափի սահմանման եւ ծնողական վճարների արտադրությունների մասին։ Առաջարկում եմ 2024-25 թվականների համար հաստատել հետեւյալ հերթականությամբ սահմանված չափով եւ արտադրություններով։ Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց, Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց, հողակներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 3000 դրամով։ Երկրորդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տրետուտ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոթ բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ակունք բնակավայրի հետևական պարտեզ, մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի լուսակուն բնակավայրի մսուր մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի կարճախույս բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորթավան բնակավայրի հրաշք պարտեզ մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ, հողակներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 3000 դրամ։ Երրորդ, Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց հողակ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 1500 դրամ։ Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները միակողմանի ծնողազուրկ երեխաներին 50%, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 100%, մեկ ընտանիքից նույն կազմակերպություն 2 եւ ավել հաճախող երեխայից սկսած 50%, հաշվանդամ երեխաներին 100%։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաներին Արցախյան ազատամարտի մասնակիցներին առաջին եւ երկրորդ կարգի հաշվանդամների երեխաներին եւ Արցախի հանրապետությունից բռնակացված երեխաներին 100%։ Վերջերորդ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրի երեխաներին 100%։ Հավելեմ նաեւ, որ անցած տարվա համեմատ ոչ մի գնային փոփոխություն չի կատարվել։ Այսքան հարգելի ավականներ, եթե առաջարկություններ կան, խնդրեմ Եթե ոչ, քվեարկություն։ Ովքեր են կողմ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք 5-րդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի շարժման բնակավայրի սեփականություն հանդիսացող SS պատասխանային ծածկագրով 0.20 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու քվեարկություն տալու մասին։ Ինչպես գիտեք, մենք անցած նիստերի ժամանակ ձեզի տեղեկացրել ենք, որ շատ բան բնակավայրում համալիրի կառուցում հողամասը պետք է մենք նվիրաբերենք Հայաստանի Հանրապետությանը այժմ անհրաժեշտություն է առաջացել կարգավորի կառուցելու համար ընդլայնված այս ծածկագրով հողամասին ավելացնել 0.20 հեկտար հողամաս նվիրաբերելու Հայաստանի Հանրապետությանը, քանի որ տվյալ տարածքը ըստ չափանիշների չեն համապատասխանում, քիչ էր այսքան մասով չէր բավարարում, ուստի անհրաժեշտություն կա, որպեսզի
զորավոր 20 սոթավորից ավելացնել, որպեսզի մեր շատ բան բնակավայրում կառուցվի կրթավորիչ։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, դեռևս չկա։ Հարգելի հավաքներ, կուզեք, մինչ որ 15 րոպե մյուս հարցից Հարգելի հավաքներ, Իսկակի դիկտերանացումը բողոքի 47 ամսի անժոր դուքի նվիրատվություն ունենալու և ծրագիրը հաստատելու մասին։ Հարգելի հավաքներ, էլի ի ուրախություն մեր ժողովրդին, էլի ի ուրախություն մեզ, այս հարցի հետ կապված, քանի որ դուք գիտեք խոսքս վերաբերում է տրեդուկ, չէ՞։ Ներողություն։ Խոսքը վերաբերում է մեր Վարդենիսի կոմունալ տնտեսության բարեկարգում հողին, քանի որ մեր գիտեք մենք ստեղ հողի հետ կապված ընդհանրապես տեղ չունեինք, մենք տեղավորել էինք մեր հողը այդքան աշխատողներով և մեր մեխանիզացիայով տեղավորել էինք առաջվա կոպիտ ասած սարիվլիկ կայանը, որը մեր չի, մեր համայնքին չի պատկանում, դա պատկանում էր պետական կառավարման գույքին էր պատկանում և իրանց տնօրինության տակ էր։ Մենք չունեինք որպես Վարդենիսի սեփականություն, համայնքային սեփականություն ընդհանրապես մեր հետ կապված չէր։ Մենք դիմել ենք մարզպետին, մարզպետը թե գրավոր, թե բանավոր իր խիստ հսկողությամբ ներքո վերցրեց այս հարցը, քանի որ գիտեր տվյալ պարագայում մենք ընդհանրապես ոչ բան չունեինք մեր հողը դուրս էր մնացել, տեղել չունեինք որ տեղավորվենք, բայց ժամանակավոր տեղավորվելուց հետո, իրավաբանությունից հետո և ինձ խնդրանքով իրավաբանություններից հետո վերջապես պետական գույքը, այդ շենքը, որպեսզի մեզի նվիրաբերի համայնքի ավականին պետք է ընդունի այդ գույքը։ Հենց այս հարցը վերաբերում է դրանում։ Առաջին գույքի պահպանման, երկրորդ տեխնիկական ձեռքբերման, արևային կայանի տեղադրման, եթե մենք արդեն բանեկանում, արդեն կախվածել եք, ուղարկում ենք պետական գույք, որպես իրանք իմանան, թե մենք ինչ ենք ադրում։ Այժմ անհրաժեշտ է տալ ձեր համաձայնությունը գույքը նվիրաբերելու և ընդունելու Վարդենիսի կոմունալ տնտեսության և բարեկարգում հողի աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ խոսալու բան չկա, միանգամից դնենք քվեարկություն։ Ճիշտ է, հարգելի հավաքներ։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Ես մի հարցեր կարդամ, անցնենք յոթերորդ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի փողոցների անվանակոչելու մասին։ Հարգելի գործընկերներ, ծովակ բնակավայրում արկայի նախագծով ներկայացված փողոցները, սակայն նախկինում ինչ-ինչ պատճառներով կադաստրի կոմիտեի կողմից քարտեզում բացակայել է և նշված փողոցները և քաղաքացիները չունեն հնարավորություն իրենց գույքը գրանցելու և հասցե ստանալու մեկ դեպքի անհրաժեշտ է ձեր համաձայնությունը ծովակ բնակավայրի SS ծածկագրող փողոցը անվանակոչել ծովակ բնակավայրի երկրորդ փողոց 6-րդ տարբան հասցեով և ծովակ բնակավայրի SS ծածկագրող փողոցը անվանակոչել ծովակ բնակավայրի երկրորդ փողոց 6-րդ տարբան առաջին փակուղի հասցեով։ Եթե կան առաջարկություններ խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, ձեռնպահ չկա, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրում 5 մեգաբայթ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնություն մասին։ Հարգելի հավաքներ, առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրում 5 մեգաբայթ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման և հանրային լսման արդյունքները արդեն կստացված էր նախագծերի մեջ։
Սրա մասին գիտեք, սա չի վերաբերում չինացիներին արևային էներգիայի կապված, 20-21 թվականին մեծ մասնիկի համայնքի ղեկավարը տարածքա տրամադրել արևային էներգիայի համար, դե 4 հեկտար օգտագործել են, 6 հեկտարը մնացել է հիմա մնում է ինչ? Հիմա մնում է մեր համաձայնությունը։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, այո, հանրային լսումները տարածեն, Համաշխարհային մոտնա, հանրային լսումները, եթե առաջարկություններ կան, հարգելի ավականներ, ասեք, եթե չէ, քվեարկություն, ովքեր են կողմ։ 21 ովքեր են դիտարացան։ 20 կողմ, դեմ, 0 բան չկա։ Անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի վարչական սահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող SS ծածկագրով 276 հեկտար հողամասի 0.0 հեկտար հողամասի նշանակությունը արդյունաբերության ընդդեմ օգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի փոփոխելու մասին։ Մեզ է դիմել Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում փողոքի տնօրեն Ռուբեն Շոյանը խնամքի կենտրոնում ջերմուզ կառուցելու համար, սակայն փողոքին պատկանող գործառական նշանակության նշված հողամասում հնարավոր չէ ջերմուզ կառուցել։ Ուստի առաջարկում եմ 276 հեկտար հողամասի 0.0 հեկտար հողամասի նշանակությունը փոխադրել արդյունաբերության, հանդեպ օգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի գյուղատնտեսական արտադրական ջերմուզ կառուցելու համար։ Արդեն պարզա ձեզի հարգելի ավականներ խոսքի ինչի մասին է։ Այո, իր հողն է, հողը կատարում է պետական մակարդակով ջերմուզն են թողարկում։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, քվեարկություն, ովքեր են կողմ։ 20 կողմ, դեմ, 0 բան չկա։ Խոսում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի Խաչապույր բնակավայրի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին պատկանող Volkswagen Petrom-Magnişin SS պետհամարանիշի մեքենան գույքարկի կուտակված ապրանքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Հարգելի ավականներ, ես էլ ճիշտ ասած ոչ թե մենակ այս մարդկանց դիմումներն են մեր մոտ, այլ երևակայից, եթե ճիշտ ասեմ, 50-60 դիմում կա, 50-60 դիմումները ոմեն չեն կարող զիջումներ անեն, քանի որ մեր ուսումնասիրության համակարգում տալիս է, որ մեկը աշխատունակ է, տալիս է, որ մեկը իրականում ի վիճակի է, կամ իրականում մասնակի ի վիճակի է, բայց մենք վերցնում ենք հիմնականում այն մասային, այն բնակիչներին, որոնք իրականում ի վիճակի չեն։ Ես հենից ուզում եմ այս բանը, որպեսզի տարածվի մնացած բնակիչների վրա, որոնք այս տվյալ պահին ներգրավված են մեր նախագծի մեջ։ Ինչ է ուրեմն տվյալ բնակչի ընդհանուր գումարը կազմում է 163,351 դրամ, որից մայր գումարը 128,250 դրամ, տուժը 35,101 դրամ։ Առաջարկում եմ զիջել միակ տուժը, խոսքը վերաբերում է 35,101 դրամի մասին։ Եթե առաջարկություններ կան, չկա, քվեարկություն, ովքեր են կողմ, 20 կողմ, դեմ, 0 բան չկա։ Հաջորդը, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Ֆրենիկ Շաբոյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապրանքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Ընդհանուր գումարը 26,366 դրամ է, որից մայր գումարը 21,360 դրամ, տուժը ընդամենը 4,998 դրամ։ Առաջարկում եմ զիջել տուժը։ Հարգելի ավականներ, բնական մարդը, եթե 400,000 եթերներ էլի չէր կարա, հիմա 4,000 կամ 5,000 դրամներ իր համար գումարա, մարդը խնդրանքով դիմել է, որպեսզի դուք տաք ձեր թույլատվությունը, որպեսզի 4,998 դրամը զիջվի։
Ամբողջը չի ունենա, ապարդորեկը չի տալի, բայց իրոք օրենքը տվյալ դեպքում չի ու այնքան տարիքավոր է, որ մարդը դինորած է։ Արեք մի հատ եզերի կամ ասեմ, հիմա մի հատ ուրիշ բնակիչ էլ եթե մենք տեսնենք էլի 10,000, 15,000 էլ կամ մեր մոտ, բայց հիմնականում դերեք այս մարդու առաջարկը բավարարենք, հետագայում մյուս մեր ավականների նիստերի ժամանակ էլի կունենանք, էլի մի ուրիշ բնակիչ էլ մի փոքր լավություն կանենք։ Եկեք սաղաս համաձայնության դժվարից Ինչքան ասեք, 10% այլ գումարից։ Ուրեմն տուժը 4998 դրամ և առաջարկում եմ 10% այլ գումարից։ Անցնում ենք օրակարգի քվեարկություն, ովքեր եք ով։ Սան ով, դեմ, ձեռնպար չկա։ Անցնում ենք օրակարգի հարցին։ Վարդերի Սամայքի Վարդենից քաղաքի բնակիչ Անդրանիկ Սահակյանի պատկանող Opel Vectra Magnus-ի SSP համարայնի ավտոմեքենայի քննարկի կուտակված ավարտը օրենքով ծավալած կարգով մասնակից իջելու մասին։ Ընդհանուր գումարը կազմում է 147,265 դրամ, որից մայր գումարը 111,168, տուժը 36,097 դրամ։ Առաջարկում եմ սիջել միայն և միայն տուժը 36,000 դրամ։ Քանի որ անցած լավչին 10% արեցին, 3-10%-ի համաձայնեք։ Երեսուն 6,000 դրամ տուժը, հանուն են տուժը և այդ գումարից 10%։ 10-15%, եթե իրականում խոտամազաղ մեքենան։ Զարոյամ 15%։ Ովքեր եք ով։ Սան ով, դեմ, ձեռնպար չկա։ Անցնում ենք օրակարգի վերջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի սոցիալապես անապահով բնակիչների դիմումների քննարկման և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այս հարցով երկու նախադասություն ասեմ, որ մնացածների վերաբերյալ չասեմ, էլի հարգելի ավականներ, այս պահին, այսօր առավոտն եմ նայել 78 աջակցության վերաբերյալ դիմումներ կա Վարդենից քաղաքը կլուս 34 բնակավայրերի, բայց 78 դիմումներից ընդամենը ներկայացրել եք, ոչ ենք կարեք 78-ը դնենք, 78 դիմումներից ներկայացրել եք ընդամենը 15-ը։ Չէ, որ ասում եմ 15-ը ուրեմ կայել եք կան։ Բայց են չեք ասում։ Որովհետև նրանք հետո որ վերեցին միասնության արդյունքում դիմեցին, դրանով մասին Հասմիկ Գևորգյան, այլ ժողովրդի հասկերով հիվանդայից կինը, դուք եք առաջարկում, ես գրում եմ, ասեք։ Մենք հասկերով Չէ, ուզում եմ դու որոշեք։ Ինչքան որոշեք։ Դուք 50,000 դրամ։ Ժողովուրդ ընցալի որ էլի բնակիչների կան ունենակ։ Արևիկ Դանելյան, փոքր Մասիկ։ Ով է էստի։ Սա բարձր։ 20,000 դրամ։
30,000 դրամ Արևիկ Նալեդյան 30,000 դրամ Արամ Հովանեսյան կարճավ գյուր Իրանք էլ գործունեություն ունենք, իրանց տունը գնացել են ուսումնասիրել են գրիշով, անոց սաղամբով կուրտված, այդ պարին են ինքնել ես պարին 60,000 դրամ 60 Դերսանիկ Սարգսյան կարճավ գյուր Զովացի մայրը չէ 30 Լավ, բերեք ոչ 30, ոչ 50, 40,000 դրամ Հրայր Բախշյան, Վարդենիս 30,000 դրամ Սուրեն Դաշյան, Լես Մասիկ 30,000 դրամ 30,000 դրամ Զեյրան Մկրտչյան Աբրես Զաքոյան 50,000 դրամ Լևոն Ասադրյան, Վարդենիս 30,000 դրամ Սոֆիա Օգանեզովա Շատվան 30,000 դրամ Ռոզա Աբրամյան գիտեք Վարդենիսից Ռոզա Աբրամյան 20,000 դրամ հա Շանաչեցիք Տաթևիկ Գևորգյան, Վարդենիս Այո 50,000 դրամ և Հրայր Բախշյան Վարդենիս Արցախից ներողություն ես Տաթևիկ Գևորգյանը 30,000 դրամ Լավ 40,000 դրամ և Հրայր Բախշյան Վարդենիս 30,000 դրամ Հրայր Բախշյան վերևը Աղշիյան Չէ, տարբեր է, դեսի Արցախից է, ինի Այո, Բախշյան և Բախշյան կա Հրայր Բախշյանը մի հատ Վարդենիս ունենք, մի հատ էլ ունենք Արցախցին էլի Բախշյան Բախշյան էլի, Բախշյան, մի տարի տարբերություն Եվ մի հատ երկու հատ ունենք հարգելի ավականներ Հովանեսյան Վլադիմիր և Հովհանյան Վլադիմիր, այս վերջին երկուսնա, սրանց վիճակը անտանելի ծանր է, որ քարի հետ կապված ես եմ անձամբ իմ այցելության ժամանակ եղել եմ այդ գյուղում, ամբողջ բնակիչները մոտեցել են ինձ, ասել են այս երկու ընտանիքին, եթե մեզ էլ մի բան չտաս, բայց այս երկու ընտանիքին ստացվում է մի հնարավորություն տակատել, եկավարի բնուցան, որի ժամանակ որ մենք գնացել ենք և չասել ինչ համարարի ունի, մենք ամրարի հետ կապված, որի ժամանակ ենք գորության մոտիկածնձի, 100,000 դրամ Հովանեսյան Վլադիմիրին, 100,000 դրամ Հովանյան Վլադիմիրին, ուսը վերջասում ենք։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն ովքեր են կողմ 20 կողմ դեմ ձեռքար չկա, հարգելի ավականներ մեր ուրադակի հաղթերը համակրեցին, որովհետև շնորհակալություն եմ